Հովհաննես Թումանյան, կրթությունը Դսեղում։ Հովհաննես Թումանյանը նախնական կրթությունը ստացել է իր հայրենի գյուղում։ Նրա առաջին ուսուցիչը, որից սովորել է իր նախնական գրաճանաչությունը, եղել է հայրը, Տեր Թադևոսը, գյուղի գրագետ ու առաջադեմ անձնավորություններից մեկը։ Ապա 8 տարեկան հասակում գյուղի մի խումբ երեխաների հետ հաճախել է իր հորեղբոր Գրիշկա Բիձու նորաբաց դպրոցը, որտեղ աշակերտները մատիտներն արժիջից էին պատրաստում, թանակն էլ կակաչ ծաղկից։ Բացի գրել կարդալուց, մանուկ Հովհաննեսը հորեղբոր մոտ սովորել է նաև երգել, քանի որ Գրիշկա Բիձան լավ ձայնավոր տիրացու էր։ Այստեղ Թումանյանը սովորել է մի քանի ամիս, ուսուցումն անկանոն է եղել եւ շուտով դադարել է։ Այնուհետև մանուկ Հովհաննեսն ընդունվել է Սահակ վարժապետի դպրոցը։ Թումանյանի մոր Սոնայի նախաձեռնությամբ Դսեղի հասարակության իդեմս հոգաբարձուների եւ Տիրացու Սահակի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն վերջինիս տարեկան վճարելու էր 130 ռուբլի եւ աշակերտների թիվը չէր գերազանցելու 35-ը։ Սահակ վարժապետի դպրոցը Տեր Թոդիկյան տիպի էր։ Նա մտավոր չնչին պաշարի դիմաց կիրառում էր մանկավարժական խիստ մեթոդներ։ Երկաթե գավազանով ու մեծ կաղնելու կանոնով ծեծ հայհոյանք։ Այն ժամանակ նման անաստված ծեծն ընդունված էր գյուղական ուսումնարաններում։ Մանկավարժական տերորից Թումանյանը զերծ է մնացել։ Ինչպես բանաստեղծ ինքն է գրել ինքնակենսագրական նոթերում, վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է 1 տարուց ոչ ավելի։ Դպրոցական առաջին տարիներին բանաստեղծը գիտելիքի մեծ պաշարի փոխարեն ստացել է այն նվազագույնը, որը անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը եւ մղելու ինքնազարգացմանը։ Այդ դպրոցի փակվելուց հետո սկսվում է Թումանյանի ուսումնառության հաջորդ փուլը Ջալալօղլում։